Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ եկեցի անուն քո, եկեցե արքայություն քո, եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի, ըսած մեր հանապազորդ տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարդիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարե, Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս Քրիստոս արյավի մեռելոց ամեն նստեք սիրելիներ բարի եկեք թող Տեր օրհնի բոլորից խաղաղության մեջ պահի Մենք այսօր Թեսաղոնիկեցին ուղված Պողոս Արաքյալի երկրորդ նամակն ենք սկսում։ Մենք անցյալ անգամ վերջացրեցինք առաջին նամակը, առաջին նամակի 5 գլուխների մեջ շատ կարևոր հարցեր մենք տեսանք, թե ինչքան կարևոր պատասխաններ էին պետք, որովհետև շատերը ծուլացել էին, ինչ էին աշխատում, ասում են թե Հիսուս պիտի գա, ինչի ենք աշխատում, ովքեր որ ննջել էին մարդկանց մեջ հարցեր առաջացել, եթե Քրիստոս գա, մահացածներն ինչ պիտի անեն Եվ վերջի հատվածը ամենագեղեցիկներ Պողոս Արաքյալը միշտ ուրախ եղեք, անդադար աղոթեցեք, խաղաղության մեջ մնացեք, Սուրբ համբուրով իրար ողջունեք։ Այս պատգամներից հետո նաև երկրորդ նամակն է Պողոս Արաքյալը գրել, որովհետև երբ որ Տիմոթեոսը իր աշակերտը եկավ Թեսաղոնիկե, վերադարձավ բանտ Ռոմ պատմեց ինքը ողջևորության ոնց որ Տիմոթեոս ինչ կա այդ եկեղեցուց ինչ կպատմես այս ողջևորության վրա երկրորդ նամակն է գրել լսելով թե ինչքան կարևոր է 3 շաբաթ որ քարոզվել էր ընդամենը այս քաղաքում դարձ են ունեցել հեթանոսությունը, պոռնկությունը, անբարոյականությունը թողել են այս մարդիկ եւ ճշմարիտ քրիստոնյաներ էին դարձել, ինչի մասին արդեն կխոսենք երկրորդ նամակի մեջ։ Հիշում եք որ Թեսաղոնիկեն ինչ կարևոր քաղաք է ռոմեական կայսրության մեջ, Մակեդոնիայի մայրաքաղաքներից մեկն էր համարվում, առևտրի եւ մշակույթի կենտրոններից մեկն էր, եւ որտեղ որ անբարոյական կյանքը, կենցաղարությունը շատ տեսանելի էր, եւ Պողոս Արաքյալը որ եկավ, այդտեղ ընդամենը 3 շաբաթ քարոզեց, Գործ Կարաքյունը տեսնում ենք որ գնացին Պողոսին քաշտվեցին քաղաքապետի մոտ, ամեն ինչ արեցին որ Պողոս Արաքյալը այդ քաղաքից գնա։ Բայց Փառք Տիրոջը, որ 3 շաբաթվա քարոզությունը մեծ արդյունք թողեց եւ այս եկեղեցին Պողոս Արաքյալն ասում է մենք ձեր մասին տարբեր եկեղեցիներում պատմեցինք ինչքան լավ համայնք ու քրիստոնյա եք դարձել, որ ամենտեղ ձեր մասին պատմում ենք։ Եվ տեսնենք արդեն երկրորդ նամակը ինչ է ասում Պողոս Արաքյալ։ Առաջին համարը Պողոսը, Սիվղանոսը եւ Տիմոթեոսը Թեսաղոնիկեցիների եկեղեցուն մեր Հայր Աստծով եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Ես ձեզ արդեն ասել եմ որ նամակը Պողոս Արաքյալը ինքն էր գրում, հստակ գրում է որ նամակի հեղինակը Պողոս Արաքյալն ինքն է եւ գիտեք որ Պողոս Արաքյալը սիրելիներ նախքան քրիստոնյա դառնալ ով էր ինքը, հիշում եք, փարիսեցի էր, չէ՞, եւ ինքը թշնամի էր քրիստոնյաներին, ինքը գնում էր քրիստոնյան հալածում էր, նույնիսկ անգամ գնաց նամակը վերցրել ու գնա Դամասկոսի քրիստոնյան ձերբակալի, որտեղ Հիսուսին հանդիպեց, դարձ ունեցավ եւ նաեւ գիտեք որ փարիսեցիները շատ հպարտ մարդիկ էին Եվ իրենց մոտ այսպես էր, որ եթե աշխարհում գետ մեկ հոգի պիտի փրկվի, այդ մեկը անպայման պիտի փարիսեցի լինի։ Ուրեմն հպարտ մարդիկ էին, եւ մինչեւ այսօր եթե շատերը եղել եք Երուսաղեմում, իրենց այդ ուղափառ հрьяաները, ովքեր իրենց ուղափառներ են համարում, իրենք շատ հպարտ, բոլորի հանդեպ արհամարանքով լցված, որ միայն իրենք են որ կան։ Եվ իրենք Աստծո օրենքները օգտագործում էին կամ գործածում էին իրենց հպարտությամբ եւ սիրում էին հիշում եք Հիսուս միշտ իրենց օրինակը բերում է, որ գնում էին կարևոր ճաշկերույթներին նստում են սեղանի գլխին, սիրում են մարդկանց մեծ ողջուններ ընդունել, իրենց աղոթները երկար ասում են մարդիկ տեսնեն իրենք ավելի բարեպաշտ են քան մյուսները, այսինքն միայն օրենքը տարածորեն պահում են եւ ինչպես Հիսուս հանդիմանում են ասելով որ անանուխի, սամիթի, չամանի, տասանորդը կանոնավոր տալիս եք, բայց Աստծո խոսքի այդ օրհնությունը, խոնարհությունը, հզանդությունը ձեր մեջ չկա։ Ուրեմն տեսեք հիմա Պողոս Արաքյալը ինքն է նամակը գրում, ասում է, բայց ձեզ ողջունում եմ Պողոսը, Սիվղանոսը, Տիմոթեոսը, իր մտերիմ աշակերտները, ուրեմն ինքը չի ասում որ ես, ինքը համոնում է եկեղեցին երեքով, իրենք երեքով են հիմնադրել եւ այստեղ խոնարհությունն արդեն երևում Պողոս Արաքյալը թե քրիստոնյա դառնալուց հետո
ինչպես էր ինքը խոնար դարձել եւ Քրիստոսի համար էր խոնարհվել, Քրիստոսին համար էր չարչարում, Քրիստոսի համար այդ նեղությունները գրում եւ որևէ մեկի գործ ինքը չի անտեսում։ Այսօր մարդը սովոր է ամեն ինչ իրեն վերագրել, ես ասացի, ես արեցի, ես չլինեի, չէր լինի, եթե ես չգնայի, ոչ մի բան չէր լինի։ Մենք միշտ սիրում ենք, որ մարդիկ մեզ գովեն, նույնիսկ անգամ երբ որ որևէ մեկին մեր ներկայությամբ գովում են կամ ինչ որ խոսք են ասում, մարդիկ նստած ինչ որ մի փոքրիկ ռեպլիկ թողնում են, որ յանի այդքան էլ այդպես չէ, էլի այդ մարդուն այդպես մի գովեք, որովհետև մեր ներքին նախանձը մեզ խանգարում է։ Եվ ինչ է եղավ առաջին մարդու սպանության պատճառը, նախանձը, չէ, երբ որ Աստված Աբելի զոհը ընդունեց, Կայենը չընդունեց։ Ինչու՞, որտեղ Աբելը իր հոտի ամենամաքուր, ամենագեղեցիկ գառնուկին էր բերել Տիրոջ ընծայելու, Կայենը իր այգու ամենավատ մրգերն ու բանջարեղեններն էր բերել եւ Աստված չընդունեց։ Բայց գոնե անդրադառնալու իր սխալին, թե ինքը որտեղ էր թերացել, իր ինչն էր պակաս շտկելու, հակառակը նախանձից իր եղբորը սպանեց։ Ուրեմն Պողոս Արաքել այս խոնարհություն, եթե մեկը ուզում է քրիստոնյա լինել, Քրիստոսին ծառայել, ուրեմն այս հոգևոր խոնարհությունը պետք է ունենաս եւ քրիստոնեական խոնարհությամբ պիտի կարողանաս յուրաքանչյուր մարդու ծառայել։ Երկրորդ սիրելիներ, երկրորդ մի կարևոր բանը, որ մենք այսօր գնահատելու այս զգացումը չունենք մարդուն գնահատել։ Մեր շատ հաճախ թվում է, թե բոլորը մեզ պարտավոր են կամ պարտականություն են մեր հանդեպ։ Եթե մեկին օգնում ես, որևէ մեկին ինչ-որ բանով աջակցում ես, իրենք մտածում որ այդպես էլ պիտի լինի, նույնիսկ մոռանում են շնորհակալություն հետել։ Բայց Պողոս Արաքելն այստեղ այդ գնահատելու ձևն է սովորեցնում, որ ինչ էլ որ լինի, ամենաչնչին այն մարդը, որ ձեր հետևից հավաքել է ձեր կերած սեղանը, նրան էլ գնահատեք, նա էլ արժանիք ունի այդ գնահատանքի, նա էլ կարևոր մարդ է մեր կյանքի մեջ։ Ուրեմն ամեն մեկից է կախված, ամենափոքր սպասավորից մինչև ամենաբարձրը, եթե չլինեն, մեր կյանքի մեջ ամեն ինչ կլինի։ Այ եթե մեկ օր մեր փողոցները, թե այն մարդիկ այս փողոցները չմաքրեն, չավելեն, մենք առավոտյան կեղտի մեջ կարտանանք։ Մենք երբ որ գնում ենք տանը հանգիստ քնում ենք, իրենք երեկոյան ժամը 9-ին 10-ին այս փողոցները ավլում են։ Ուրեմն իրենց աշխատանքը գնահատել պետք է եւ ցանկացած մեկի, ով որ ինչ որ մի բան անում է Քրիստոսի համար եւ ամենաերորդը այստեղ Պողոս Արաքելը ցույց է տալիս միասնականություն ինչքան կարեւոր է։ Մենք իբրև եկեղեցի թե միասնական չլինենք, ամեն մեկս մեր ձգտումներին փորձենք մենք Քրիստոսով մեզ չհնազանդեցնենք, մենք իրար հետ ամեն օր կկռվենք։ Մենք հանուն Քրիստոս ենք, չէ, երբեմն լռում ենք, ժպտում ենք, ոչինչ չենք ասում, գլուխներս կախանցնենք, որովհետև եթե խոսենք, շատ բան կտեղի կունենա։ Մենք բոլորս էլ կարող ենք պատասխանել։ Բոլորս էլ կարող ենք երկու բառ ավել ասել, նույնիսկ ավելի վատ բաներ ասել։ Բայց երբ որ դու այդ միասնականությունը պահելու համար լռում ես, զիջում ես, հաղթանակ է ստանում։ Պողոս Արաքելը այս փոքրիկ հատվածի մեջ այս կարևոր կետերն է քրիստոնյաներին սովորացնում։ Գլխավոր ինչ է ասում։ Տեսեք, ասում է Պողոսը, Սևղանոսը, Տիմոթեոսը Թեսաղոնիկի եկեղեցուն մեր Հայր Աստծով, մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Պողոս Արաքելը այստեղ ցույց է տալիս, որ թե Թեսաղոնիկեցիների եկեղեցին, թե ընդհանրապես եկեղեցին պատկանում է Հայր Աստծուն։ Եկեղեցին չի կարող որևէ մեկի սեփականությունը լինել կամ որևէ մեկը եկեղեցին գործածել իր անձնական նպատակների համար։ Այսօր շատ են ամեն տեղ աշխարհում, ես մի հետաքրքիր բան պատմեմ, Փասադենայի Ամերիկայում Փասադենա քաղաքում հայկական մի խանութ մտանք, որպեսզի խնկաման գնենք ընկերոջս տան համար տնօրտներ կատարելու, այս վաճառող հայը, որ իմացավ հոգևորականը, սկսեց բողոքել, ապրուստը դժվար է, աշխատանք այսպես ընկել, ասաց գիտես, ասեց, որ մի քիչ էլ որ գործերս վատ լինի, այս խանութը եկեղեցի եմ սարքելու, սկսեմ քարոզել, որտեղ եկեղեցին շատ լավ փող է բերում, այդպեսով համար ավելի լավ եկամուտ կապահովեմ, քան այս խանութը։ Ուրեմն տեսեք մարդու մտածումը, որ եկեղեցին մտածում որ ինքը գումար աշխատելու համար է, գումար վաստակելու համար է, եկեղեցին Տիրոջը փառաբանելու համար է եւ պատկանում է Հիսուս Քրիստոսին եւ Հայր Աստծուն։ Որևէ տեղ աշխարհում որ անկյուն ունենք, Աստծուն է պատկանում եկեղեցին։ Սա իրենն է, սիրելիներ, իր տունն է։ Մենք այստեղ գալիս ենք իրեն հանդիպելու։ Գարեգին առաջին կաթողիկոսն ասում էր, Սուրբ Սեղանը Աստծո եւ մարդու հանդիպման վայրն է, որտեղ մարդ իր տկարությունով գալիս էր հանդիպելու Աստծուն,
մաքրվելու սրբարան ու նորից հետ վերադառնալու աշխարհ։ Մենք ընդհանրապես սրա համար ենք հավաքում եկեղեցում։ Եվ հիշեցնեմ, որ դուք, որ դարձաք Աստծո եկեղեցին, Աստված ասում է, ես ձեր հայրն եմ, դուք էլ իմ զավակներն եք։ Ուրեմն մենք հորենական տանը որտեղ պիտի հավաքվենք եկեղեցուն, չէ՞։ Մենք ինչքան էլ մենք հարազատների, ծնողների, զավակների հետ խոսում ենք հեռախոսով, այսօր հատկապես կարող ենք տեսակապով խոսել, բայց շատ կարևոր է տուն այցելել, որտեղ մենք այնտեղ ենք մեզ զգում իրականում, չէ՞, ինչպես ենք, ինչպիսին ենք մենք եղել, թե մեր մանկության օրը, թե մեր պարին, թե ինչպես ենք գնում տեսնելու մեր ընտանիքի բոլոր անդամներին։ Ուրեմն սա Հայր Աստծուն է պատկանում եւ Տեր Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն Հայր Աստծուն ինչ է ասում։ Հայր Աստծուն։ Գիտեք սիրելիներ, աշխարհում միայն քրիստոնյաներն են Աստծուն Հայր ասում։ Այսպես պատահաբար չի օգտագործել Պողոս Առաքյալը հայր բառը, որովհետև հрьяաների համար հատկապես Աստված միայն Տեր է եւ Թագավոր է, ուրիշ ոչ մի բան։ Չի կարող Աստված հայր լինել իրենց համար եւ աշխարհի մնացած բոլոր կրոնների մեջ էլ Աստված իրենց Աստվածը միշտ Տեր է։ Միայն քրիստոնյաներս են, որ Աստծուն հայր ենք ասում։ Եվ երբ որ հիշում եք Հիսուս էլ Կայափայի մոտ ասեց ես եւ հայրս մի ենք, պատռեց Կայափան շորեն, ասեց հայոյեց Աստծուն, նրան հայր կոչեց։ Եթե Հիսուս եկել է, ասում է, եկել եմ, որ իմ հոր կամքը կատարեմ, որ դուք նորից վերադառնաք, ուրեմն նա մեր հայրն է նաև։ Եթե Հիսուս Աստծո որդին մենք Հիսուսով փրկված ենք, Հիսուսի հայրամ գնված ենք մեր հորը պատկանելու համար, ուրեմն Աստված մեզ համար հայր պիտի դառնա։ Շատ կարևոր է, որ մարդիկ այս զգացողություն ունենան։ Այսօր երբ որ քրիստոնյաների մեջ շատ-շատերը Աստծո դեմ խոսում են, Աստծո դեմ ինչ որ բաներ են գրում, գրքեր են գրում, հայոյալից խոսքեր են ասում, պատճառն է, որ իրենք այդ հայրական զգացումը չեն տեսել։ Շատ մարդիկ էլ հոր Աստծո հայր պատկերացումը եւ իրենց ծնողների մեջ են ուզում տեսնել։ Եվ ինչպես որ իրենց վերաբերվում է ծնողը, իրենք այդպես էլ հայր Աստծո մասին են պատկերացումներ կազմում։ Մոռանալով որ Աստված կարող է մեզ զրկել օրհնությունից, Աստված կարող է մեզ փակել այն ճանապարհը, որ մենք հանկարծ կորստյան չգնանք, ինչպես որ երեխան, որ մի բան արգելում, այսինքն բոստանում է, թե ես արդեն մեծ եմ, ինչի համար եք ինձ արգելում, դուք ինչ չեք հասկանում, պատճառը մեկ որ հայր հասկացողությունը չկա, եւ մենք էլ շատ հաճախ սկսում ենք տիրել մեր զավակների, իշխել մեր զավակների վրա, եւ իրենց մոտ էլ այդ սխալ պատկերացումն է ձևավորում, բայց Աստված հայրը Տերն է ամբողջ աշխարհի, իսկ Հիսուս Քրիստոսին մենք ինչ ենք անում, մոտենում ենք իբրև մեր փրկիչ, չէ՞, ուրեմն Աստված մեր հայրն է, Հիսուս Քրիստոս մեր փրկիչն է, ուրեմն Աստված Տերն է աշխարհի, արարիչն է, Հիսուս Քրիստոսը մեր փրկիչն է։ Հիմա հարց կառաջանա, չէ՞, բայց այստեղ ինչու Սուրբ Հոգու անունը չի տալիս Պողոս Առաքյալը, Սուրբ Հոգու անունը չկա։ Ով էր թելադրում, որ գրեր այս նամակը։ Սուրբ Հոգին, չէ՞, ուրեմն Սուրբ Հոգին նշանակում է, համար Աստվածաշունչ նշանակում է Աստծո շնչով գրված գիրք։ Ուրեմն Սուրբ Հոգին էր թելադրում։ Եվ կտեսնենք Սուրբ Հոգու մասին էլ շարունակության մեջ կերևա թե ինչքան կարող է նաև Սուրբ Հոգու ներկայություն մեր կյանքում։ Ուրեմն արդեն ասացի, մենք իբրև քրիստոնյաներ կարող ենք հայր կոչել եւ հորը մոտենալ, որովհետեւ հայրը միշտ սիրում է, միշտ ներում է, միշտ ողորմում է։ Իսկ երբ որ դու մոտենում ես թագավորին, թագավորները ընդհանրապես քիչ են, չէ՞, ներում։ Այն մեծ գեղեցիկ օրինակ պատմեմ ձեզ։ Նապոլեոնը իր զինվորներից մեկը, որ կարգապահությունը խախտել էր եւ մեծ հանցանք էր գործել, հրամայում է մահապատժի դատապարտել։ Մայրը գալիս մը խնդրում եմ, ասում է, ողորմիր իմ զավակին, ասում եմ, բայց ինքը ողորմության արժանի ոչինչ չի արել, ասում եմ, բայց ողորմությանը չեն արժանանում, ողորմությունը պարզապես տալիս են։ Եվ Նապոլեոնը ասում է, գնա, քո զավակը ներված է։ Տեսեք, ասում եմ, ողորմության, ասում եմ, չեն արժանանում։ Աստված մենք եթե մեր կյանքն ենք, մենք արժանի ենք, մեր կեցվածքով, մեր կյանքով մտածում ենք փրկության, չէ, Աստված ձրիաբար այդ շնորհը ողորմությունը մեզ տալիս է փրկվելու համար։ Ուրեմն երկրորդը Հիսուս Քրիստոս, եւ ասում եմ, տեսեք Հիսուս Քրիստոսն է, եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Հիսուս Քրիստոսին Տեր է կոչում, սիրելիներ։ Ինչու համար։ Հիսուս կատարյալ Աստված էր եւ կատարյալ մարդ էր, չէ՞։ Այսինքն կատարյալ Աստվածը իջավ Աստվածամոր արգանդի մեջ 9 ամիս բնակվեց եւ իբրև կատարյալ մարդ ծնվեց եւ Քրիստոսի մեջ ամփոփված էր կատարյալ մարդ եւ կատարյալ Աստվածը, դրա համար մենք նաեւ տոնը կոչում ենք Աստվածահայտնության տոն, չէ՞, Սուրբ Ծնունդ, որ Աստված մարմնով եւ երկնքից էր Աստծո վկայությամբ հայտնվեց մեզ, եկավ մեր մեջ բնակվելու համար։ Տեր եւ Աստված ում էին տալիս այս անունները։ 5 կտակարանի մեջ մենք Աստծուն կարող ենք Տեր Աստված ասել, չէ՞, օրինակ, որ ասում են Եհովայի վկաներ, չէ՞, Եհովա դա անունը չէ Աստծո, Յահվե բառն է եբրայերեն, որ Տեր է նշանակում կամ Էլոհիմ։
ինչպես այդ առը, որ գրված է մեր եկեղեցիներում, էլի լամա սաբակթան է, չէ՞, ասում Աստված իմ ինչու թողեց ինձ, Էլոհիմ Յահվե կամ Յահվե Էլոհին, Տեր Աստված է նշանակում կամ Աստված Տեր է նշանակում, որը միայն այս անունը տրված էր Հայր Աստծուն, երկնքի արարչին։ Հիմա այստեղ Հիսուս Քրիստոսին ասում է Տեր։ Ինչու սիրելիներ Տեր է կոչում Պողոս առաքյալը, որպեսզի հասկանանք, որ նա է Տերը եւ Փրկիչը աշխարհի։ Առանց Հիսուս Քրիստոսի չկա փրկություն աշխարհի մեջ։ Նա է մեզ փրկելու։ Մենք Հիսուսով ենք փրկված։ Նախ առաջինը իբրև մարդ, երբ որ մենք մեղքի մեջ հայտնվեցինք, մեղքի մեջ թաթախվեցինք, Քրիստոսի արյամբ գնվեցինք, այսինքն փրկվեցինք սատանայի ջիաներից, եւ իր երկրորդ գալուստով մենք պիտի փրկվենք աշխարհի դատաստանից հավիտենական կյանքը ժառանգելու համար։ Դրա համար Պողոս առաքյալը այստեղ Հայր Աստծուն է կոչում եւ Տեր Հիսուս Քրիստոսին Տեր կոչելով ցույց է տալիս, որ Հիսուս էլ Աստված է։ Այդ ցանկացած ժամանակ, որ Եհովայի վկա հանդիպեք, իրենք Հիսուսին չեն համարում։ Իրենք ասում են Աստված է, բայց իրեն Հայրն է ձեռնադրել Աստված, ինքը ուրիշ Աստված է։ Դրա համար մենք հավատամքի մեջ ասում ենք Աստված Աստծուց, լույս լույսից, այսինքն Աստծուց ծնված Աստվածը, լույսից ծնված լույսը, երկնքի արարիչը, փրկիչը եկել աշխարհ մեր մեջ ապրելու համար։ Տեսեք ինչքան կարևոր է այս փոքրիկ տող է գրված ընդամենը, այս Պողոս առաքյալը փոքրիկ տողի մեջ մի ամբողջ աստվածաբանություն խորհուրդ է դնում, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչպես պետք է Սուրբ Գիրքը ընթերցեն, որպեսզի հասկանան Տիրոջ պատգամները։ Երկրորդ համարը ասում է շնորհը ձեզ եւ խաղաղությունը մեր Հայր Աստծուց եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսից։ Շնորհ եւ խաղաղություն ամեն անգամ սրա մասին խոսել են, իր բոլոր նամակները Պողոս առաքյալը այսպես է սկսում եւ վերջում գրում է շնորհ եւ խաղաղություն ձեզ։ Մենք ինչպես ենք նամակներն ավարտում։ Հարգանքով, սիրով, չէ, աղոթքով, օրհնությամբ, բայց տեսեք Պողոս առաքյալը միշտ ասում է շնորհ եւ խաղաղություն ձեզ Աստծուց Հայր Աստծուց եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսից։ Ինչ էր շնորհը, սիրելիներ։ Շնորհը Աստծուց մեզ տրված ձրի պարգևներ, չէ՞, քանի որ մենք մեղքի մեջ էինք, Աստված այդ ժամանակ սիրեց մեզ, Աստված այդ ժամանակ իր որդուն ուղարկեց մեզ, որպեսզի մենք փրկություն ենք, մեղքից ազատագրվենք։ Սա ամենամեծ ողորմությունն է, որ Աստված մարդու համար կատարել։ Այսինքն այնքան է սիրել Աստված աշխարհը, որ իր միածին որդուն տվել է այդ աշխարհի փրկության համար։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք այդ շնորհի մեջ կարողանանք ապրել։ Առանց այդ ողորմության, Աստծո տրված ողորմության, որտեղ փրկությունը մեր արժանիքը չէ, դա Աստծո տրված ձրիաբար ողորմություն է յուրաքանչյուր մարդու։ Եվ շնորհի հետ շատ կարող է խաղաղությունը։ Այ ինչ է նշանակում խաղաղություն։ Մենք միանգամից հասկանում ենք խաղաղություն, որ չկա պատերազմ, չկան կռիվներ, չկան վեճեր, չէ՞։ Մենք սա ենք, չէ՞, հասկանում առաջինը։ Բայց խաղաղություն նշանակում է հաշտություն Աստծո հետ։ Եթե մարդը ինքը Աստծո հետ հաշտ չէ, ինքը երբեք չի կարող արդար, սուրբ եւ ազնիվ ապրել։ Ինքը չի կարող իր կյանքի մեջ խաղաղ ապրել։ Նախ եւ առաջ դու պիտի խաղաղությունը Աստծո հետ ունենաս։ Ինչ ավետեցին հունվար 6-ին հրեշտակները։ Փառք Աստծուն բարձունքներում, խաղաղություն երկրի վրա եւ հաճություն կամ հաշտություն մարդկանց միջև։ Ուրեմն Հիսուսի գալու նպատակը սա էր, որ մարդիկ հաշտվեն իրար հետ, դեմ դիմաց կանգնեն, իրար սիրեն, խաղաղությունը հաստատվի Քրիստոսով եւ Աստծո փառքը նորից մարդիկ վերադարձնեն Աստծուն։ Սովետական շրջանում հիշում եք, չէ՞, ամենտեղ գրված էր փառք աշխատանքին, փառք էս ինչին, փառք այնին, այսինքն փառքը Աստծուն է պատկանում։ Այսօր էլ մեր ասում ենք փառք մեր բանակին, փառք մեր զինվորներին, ոչ, շնորհ իրենց, իմաստություն իրենց, խաղաղություն իրենց, բայց ոչ երբեք փառք։ Փառքը մեն Աստծուն է պատկանում։ Փառք է, որ դու արդեն ձգտում ես փառքի, նշանակում է դու ուզում ես ինչ-որ բան բարձր լինես որևէ մեկից։ Այ այսօր դպրոցում հայրենական պատերազմի նվիրված միջոցառումներ մասնակցում էի, ինչ ինձ այնտեղ ցավ էր պատճառում, որ հերոսներին մենք գնահատում ենք, հերոսի կոչում տալիս ենք նրանց, ովքեր զոհվում են, ովքեր մեռնում են կռվի դաշտում։ Այսինքն հերոսներ ծնում է պատերազմը, սարսափելի բան է, չէ՞, մտածում է, չէ՞, պատերազմը ծնում է հերոսներ, բայց հակառակ այդ հերոսները ամեն օր նույն մարդիկ մեր կյանքում ապրում են, մենք չենք գնահատում այդ մարդկանց։ Ինչպես որ մարդիկ մահանում են, մենք իրենց համար շատ շքեղ գերեզմանակարեր ենք դնում, ինչ որ բաներ ենք պատրաստում, բայց այդ մարդկանց մասին մոռանում ենք աղոթել։ Այդ մարդկանց մասին մոռանում ենք հիշել Աստծո առջև եւ խնդրել այդ մարդկանց հետ։ Դրա համար ասում է թող այդ խաղաղությունը ձեզ հետ լինի, որպեսզի ձեր ներսի խաղաղությամբ նաեւ մենք կարողանանք խոնարհություն սովորել։ Եթե կա շնորհը խաղաղությունը մեր կյանքի մեջ, մենք կարող ենք նաեւ խաղաղության հետ մեկտեղ ունենալ այն խոնարհությունը, որը մարդուն բարձրացնում է։ Եվ Աստված ինչ ասում, ու մեջ պիտի բնակվեմ, եթե ոչ հեզերի եւ խոնարհների։
Երրորդ համարը եղբայրներ, պարտավոր ենք միշտ գոհություն մատուցել Աստծուն ձեզ համար, ինչպես որ արժան իսկ է, քանի որ ավելի ու ավելի աճում ձեր հավատքը եւ շատանում է ձեզանից յուրաքանչյուրի սերը միմյանց հանդեպ։ Տեսեք ինչքան գեղեցիկ նեւ աղոթք է այս տողը եւ գոհաբանություն, ասում է, պարտավոր ենք ձեզ համար շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ոչ միայն ձեր հավատքն է շատանում, այլև միմյանց հանդեպ սերն է ավելանում։ Տեսեք ինչքան կարևոր է քրիստոնեական եկեղեցին եւ ընդհանրապես քրիստոնյա ժողովրդի կյանքում այս падգամը ունենալ։ Եվ տեսեք, ասում է, եղբայրներ, պարտավոր ենք հիշեցնելու համար, որ պարտավոր ենք միշտ գոհանալ մեկս մյուսի համար։ Ես ձեզ արդեն ասում եմ, երբ որ ասում եմ նամակի մեջ եղբայրներ, դուք միշտ նաև հասկացեք քույրերը, որովհետև եղբայրներ եւ քույրեր այսպես է։ Եղբայրներ եւ քույրեր, շնորհակալ ենք ձեզանից։ Ուրեմն այստեղ երևում է նաև Պողոս Արաքյալի անձնական խոնարհությունը, սերը հավատացյալների հանդեպ։ Այսօր շատ, երբ որ նայեք հատկապես համացանցը, կտեսնեք, որ մարդիկ իրարից անդադար բողոքում են, չէ՞։ Մանավանդ այս վերջին օրերին պետական մակարդակով հոգևորականներից են բողոքում, հոգևորական իրենցից են բողոքում, մեկը մյուսին ինչ-որ բաներ են գրում ու ասում, ինչու է սա, որովհետև հավատքն է տկար եւ սերն է մյանց հանդեպ տկար, չկա այդ ամեն ինչը մեր կյանքի մեջ։ Միայն արտաքին կողմը պահած քրիստոնյաներ, միայն ձևականությամբ շարժ ձևով ապրող քրիստոնյաներ, միայն խոսքով խոսնել, որ մենք այսինչ հավատքին ենք պատկանում, իրենք երբեք այդ եկեղեցում չեն լինում, իրենք երբեք այդ եկեղեցում չեն աղոթում, սա չի քրիստոնեությունը, սիրելիներ։ Սա իրական քրիստոնեություն է, սա ընդհանրապես արտաքին կողմն է, որ ցանկացած մարդ կարող է պայել։ Ձեզ ասել են, որ մարդիկ կան գալիս են շնանուց առաջ աղոթքանում գնում են շնանալու։ Գալիս են մոմ են վառում, գնում են մարդ սպանելու, որ Աստված իրենց գործը հաջողի։ Այսպիսի մարդիկ էլ կան, բայց սրանք չեն պատկանում ճշմարիտ քրիստոնեությանը եւ ոչ էլ այդ հավատքի մեջ ապրողները։ Իսկ այստեղ Պողոս Արաքյալը ցույց է տալիս, որ ինքը ինչքան գոհ է իր հավատացյալներով, այն մարդկանցով, ում որ ինքը քարոզել է, դարձ ունեցել, եւ ինչքան ուրախ է այդ հավատացյալների համար, որ իրենք հավատքի մեջ ամեն օր աճում են եւ իրար հանդեպ սերը ամուր են պահում։ Եվ սա գոհանում է եւ հատկապես դիմացի մարդու հավատք եւ սիրո համար է գոհություն հայտնում։ Մենք սովոր ենք, որ մարդիկ մեզ համար ինչ-որ բան անեն։ Հիսուս ինչու է ասում ոսկե կանոնը, չէ՞, Մատթեոսի ավետարանի մեջ, այն ամեն ինչ որ կկամենաք մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք իրենց համար։ Մենք սիրում ենք, որ մեզ գովեն, գնահատեն, մեր մասին լավը խոսեն, հանկարծ մեր մասին վատ բաներ չլինի։ Մենք սիրում ենք, բայց դրա հետ մեկտեղ մենք չենք տալիս այդ նույն այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Ովքեր նաև դրա կարիք ունեն։ Եվ տեսեք, ինքը դիմացի մարդուն է գնահատում, ոչ թե ինքն չի ասում, «Էս ինչ ես արեցի, ոնց քարոզեցի, տեսեք ինչ լավ եկեղեցի եմ հիմնել», այլ ասում է շնորհակալ եմ, որ ձեր հավատքի մեջ դուք հավատարիմ եք մնացել Քրիստոսին, որ դուք աճում եք այդ սիրո մեջ։ Եվ ուրախություն է յուրաքանչյուր հոգևորականի համար, որ իր համայնքները այդպեսին, այդ հավատքի կյանք իրականում իրենք ապրում են, ոչ թե արտաքին կողմն են պահում։ Եվ Պողոս Արաքյալի խոսքը կա, չէ՞, ասում է, եթե ես անգամ հրեշտակների լեզուն խոսեմ, բայց սեր չունենամ, ես ոչինչ եմ։ Ուրեմն տեսեք, կարող ենք հրեշտակների լեզուն էլ խոսել, բայց երբ որ դու սեր չունես քո դիմացի մարդու հանդեպ, դու խաբում ես ինքդ քեզ եւ խաբում ես Աստծուն։ Դրա համար Պողոս Արաքյալն ասում է, պարտավոր ենք գոհանալ մեկս մյուսին, այն ինչ որ ասում է, հաղոթեք իրար համար, այս աղոթքի կարևորությունն է, որ մեկս մյուսի համար միշտ աղոթող լինենք։ Սա պետք է մեզ համար նաեւ դաս լինի, որպեսզի երբ տեսնենք մեր հոգևոր եղբայրների քույրերի աճը հոգևոր կյանքի մեջ սիրելիներ, մենք չնախանձենք կամ չչարախոսենք։ Սա էլ կարևոր։ Եկեղեցիների մեջ երբեմն լինում է, որ հին մարդիկ, ովքեր երկար ժամանակ գալիս են եկեղեցի, հետո նոր մարդիկ են գալիս, իրենցից ավելի ակտիվ են, իրենք սկսում են այդ մարդկանց չսիրել, չարախոսել, նախանձել։ Սա էլ կա։ Եվ բոլորի մեջ սա կա, եւ հոգևորականների մեջ էլ կարող է լինել, բոլոր հավատացյալների մեջ էլ կարող է լինել։ Սա դաս է մեզ համար, որ հանկարծ որևէ մեկին պետք չի նախանձել։ Տեսնում ես ինքը քեզանից լավ, դու փորձիր այդպեսին լինել։ Ոչ թե նախանձիր, չարախոսիր, դու էլ ձգտիր այդպեսին լինել։ Շատ գեղեցիկ մի ֆիլմ կա, Օստրով, այդ ռուսական ֆիլմ է, եթե հոգևոր ժամանակ ունենաք նայեք, այնտեղ մի հետարքիր դրվագ կա, մի սրբակենցաղ վանականի եւ մի վարդապետի միջև։ Ամեն անգամ երբ հարցնում ես, ճգնավոր ես մեկին, ասում է, հայր Հոբ, ասում է, ինչ ես մտածում, Կայան Աբելին ինչու սպանեց։
Ասում դու ապստվածաբանության ֆակուլտետն ես ավարտել, կրթված, ասում ես անգրագետ մարդ եմ։ Ասում ձեռ ես առնում ինձ, բայց ամեն անգամ հիշեցնում է, որ քո մեջ նախանց կա։ Երբ որ արդեն վերջում հուսատված խոստովանում է, ասում է ես էլ եմ մի ժամանակ ուզում քեզպես լինել, բայց ասում է չի ընդունում ինքի մաղոթքները։ Ասում է ինչու է Կայենը սպանեց, այսինքն հիշի որ նախանձի պատճառով, ասում է դու ոչ թե Աստծո համար ես ձգտում լավը սուրբը լինես, այլ վանահոր համար ես ձգտում այդ ամենը, որ վանահայրը քեզ գովի։ Մենք ում ենք ուզում գովեստի խոսք ստանանք։ Եթե ես սպասեմ, որ մարդիկ ինձ կգնահատեն, ես շատ շուտ կկորցնեմ ամենը, որովհետև մարդիկ շատ չեն գնահատում, եւ չեն սիրում գնահատել։ Մեր գնահատող Աստված է, մեզ պարգև տվողը Աստված է։ Դրա համար ինքը ասում է Պողոս Արաքյալը հաջորդ հանգ տեսնենք, որ ձեր նեղությունների, դժվարությունների համար մի նեղվեք, Աստված հատուցելու է այդ ամենը։ Ուրեմն մեկս մյուսին այս դասը պիտի սովորենք, որ Աստծո համար այն մարդիկ, ովքեր ծառայում են, շնորհ են անում, ողորմություն են անում, երբեք իրենց չնախանձենք եւ չչարախոսենք, այլ իրար համար միշտ աղոթող լինենք։ Երկրորդ սիրելիներ, այստեղ նաեւ երևում է որ առաջին նամակի մեջ գրված է, այս այդ հատվածը կկարդամ, երբ Պողոս Արաքյալը այսպես է ասում. «Եվ ինքը Տերը թող աճեցնի եւ առատացնի ձեր սերը, որ ունեք մյանց հանդեպ եւ բոլորի հանդեպ, ինչպես եւ մենք ձեր հանդեպ»։ Սա առաջին նամակի 3-րդ գլխի 12 համարն է։ Ինքը աղոթում է, ասում է. «Ես աղոթում եմ ձեզ համար, որ Աստված ձեր սերը, հավատքը ավելացնի»։ Ուրեմն արդեն երկրորդ նամակի մեջ տեսնում ենք, որ Պողոս Արաքյալը արդեն շնորհակալություն է հայտնում, որ աղոթքը կատարվել է։ Տեսեք ինչ է աղոթում։ Աղոթում են ոչ թե որ դուք խաղաղ լինեք, անփորձանք լինեք, պատերազմ չլինի, այսին հիվանդություններ չունես, աղոթում եմ Աստծուն, որպեսզի առատացնի ձեր սերը, որ ունեք մյանց հանդեպ եւ բոլորի հանդեպ։ Եվ արդեն երկրորդ նամակի մեջ ամիսներ կամ տարիներ հետո որ գրվել է, տեսնում ենք այս ամեն իրականացած։ Սա էլ նշանակում է, որ աղոթքը, որ բխած է սուրբ սրտից, մաքուր խղճից, մաքուր խշմտանքից, այդ աղոթքը անպայման իրականություն է դառնում։ Եթե մենք որևէ մեկի համար համառորեն ու սիրով աղոթենք, մաքուր սրտով, անպայման Աստված այդ մարդու կյանքը կփոխի։ Ցանկացած մարդուն հիվանդությունից կբժշկի, իր նեղությունից դուրս կբերի, իր հալածանքից կազատի։ Եթե մենք կարողանանք այդ աղոթքով ապրենք եւ անսահման սիրով լինենք այդ մարդու հանդեպ։ Ոչ թե ցույց տալ, որ մենք քո համար միշտ աղոթում ենք, այլ լուր թեկուզ աղոթես այդ մարդու համար։ Մի վանքում մի վանական կար, սիրելիներ։ Ոչ մեկ չէր սիրում այս վանականին, որովհետև ինչ որ մի բան բոլորին ասում էր, բոլորը իր հանդեպ չարությամբ էին լցված։ Երբ որ մահանում է այս վանականը, բոլորն ուրախանում են, որ վերջ բրցանք այս մարդուց, հերիքա, բոլորիս կյանքը կերել էր, գիտեք որ սուրբերը, որ սրբակենցաղ կյանքով ապրում մահանում են, իրենց մարմինները չեն փթում, անուշահոտում են։ Երբ որ այս վանականը մահացավ, իր մարմինն էլ անուշահոտեց, բոլորի մեջ զարմանք է առաջանում, թե ինչպես եղավ, որ այս մարդը, որ ոչ մեկ չենք սիրում, բոլորիս ինչ որ բան էր ասում, ինքը հանկարծ սուրբ է եղել։ Եվ վանահայրը աղոթքով խնդրում է Տիրոջի, որ ցույց տա պատճառը, եւ հրեշտակը աղոթքին պատասխանում է ասելով, որ այս մարդը քո վանքում միակն էր, որ երբեք ոչ մեկին չդատեց, ոչ մեկին չչարախոսեց, ոչ մեկին չնախանձեց, այլ հակառակը, երբ որ դուք քնած եք, ինքը ձեր դռների առջև ծնկած ձեզ համար աղոթում էր։ Տեսեք ամենապարզ բանը, երբեք չդատեց ոչ մեկին, չչարախոսեց։ Սա պարզ մի բան է, գործողություն, որ պահել է։ Եվ Հովան Ոսկեբերյան հայրապետն էլ ասում է, սերը շատանում այնտեղ, որտեղ տառապանքը շատ է։ Սերը այնտեղ է շատանում, որտեղ տառապանքը շատ է։ Երբ որ պատերազմ է, չէ, մարդիկ համախմբում են, չէ, միասնական են դառնում, որտեղ տառապանքը բերում բոլորը միացնում է։ 90-ական, երբ որ լույս չկար, ջեռուցում չկար, բոլոր հարևաններով հավաքում ենք մեկի տանը, վառարանի մոտ կամ ֆիլմ ենք նայում, կամ լոտո էին խաղում, կամ ինչ որ մի բանով զբաղվում, բոլորը կապ չուներ ովքեր էին, բոլորս միասին, երբ որ ամեն ինչ ունեցանք արդեն, ամեն մեկը մտավ իր տուն, տանդուռը փակեց, եւ այսօր նույնիսկ Հայաստանում արդեն մենք շատ ժամանակ ծաղրում ենք արտասահմանը, որ շենքում ապրում են, իրար չեն ճանաչում, այսօր մեր քաղաքում էլ շենքում ապրում են մարդիկ իրար երբեք չեն ճանաչում, չգիտեն, նույնիսկ իրար զարմանում են առավոտյան, որ հանդիպում են։ Սա էլ մտավ մեր մոտ, ինչու որտեվ սերը պակասեց։ Եվ Հիսուսի խոսքն ասում է, ինչքան որ չարությունը շատանա աշխարհի մեջ, շատերի սերն է պիտի ցամաքի, բայց ովքեր որ մինչև վերջ համբերեն, նրանք անպայման պիտի փրկություն ունենան։ Եվ հավատքն էլ սիրելիներ, գիտեք ինչպես է, այս անկեր Գարիկ եկավ, ինքը կասի նաև ձեզ, հավատք ինչպես է, մկանի պես է։
Ինչքան որ դու աշխատում ես, չէ, մկանները ցավում է, չէ, բայց այդ ցավի մեջ է աճում, չէ, քո մկաները դու ամրանում ես։ Այնպես էլ հավատքն է, նեղության, տառապանքի, դժվարության մեջ է հավատքը աճում։ Սկզբից դու ցավ ես զգում այդ հավատքի համար։ Սկզբից դու տառապանք ես զգում, ոսկորները ցավում են, բայց հետո դու տեսնում ես ինչքան ամուր ես արդեն։ Ֆիզիկապես ինչքան ուժեղ ես, նույն հոգևոր կյանքն է այդպես։ Սկիզբը ցավոտ է, դժվար է, բայց այդ ամենը քեզ բերում է հաջողության։ Եվ պետք է աշխատես, որ այն զարգանա։ Դրա համար նաև Պողոս Արաքյալը մեկ ուրիշ տեղ ասում է, հավատքը լսելով է շատանում։ Ուրեմն ինչքան որ դու շատ Աստծո խոսքը լսում ես, կարդում ես, իմանում ես, ավելի հավատքը զորավոր է։ Սկզբից դժվար է, չես հասկանում, ոնց որ առաջին անգամ մեկը գնա ու սկսի միանգամից 50 կիլոգրամանից քարերը վերցնել, դժվար է, չէ՞ իր համար։ Բայց երբ որ բարձվում ես, մեկը ասում, բայց սա հեշտ էր։ Ուրեմն ժամանակ էր պետք աշխատելու, թառապելու, որպեսզի այդ հավատքը քոնը դառնա։ Թեսաղոնիկեցիները այսպես չէին։ Միանգամից իրենք բոլորին չսիրեցին, հավատքը զորավոր չդարձավ։ Ժամանակի մեջ իրենք հավատացին, ապրեցին, այդ հավատքը կենթանի պահեցին եւ այդ հավատքով իրենք նաեւ օրինակ դարձան, որ Պողոս Արաքյանն ասի, պարտավորենք ձեզ համար աղոթելու եւ շնորհակալություն հայտնելու Աստծուն։ 4-րդ համարը այնպես որ մենք ձեզանով պարծենում ենք Աստծո եկեղեցիներում ձեր համբերության եւ հավատի համար, ձեր այն բոլոր հալածանքների եւ նեղությունների մեջ, որոնց դուք համբերում եք։ Հիմա այնտեղ ասում է գոհանում եմ, շնորհակալ եմ, այստեղ էլ ասում է ձեր հավատքով պարծենում եմ մյուս եկեղեցիներում, այսինքն մյուս համայնքներում, Կորինթոսում, Ֆիլիպեում, Կողոսացիների մոտ, ամենտեղ հպարտանում ենք, պարծենում ենք, որ այսպիսի հավատացյալներ կան, որ ուրախություն են պատճառում եւ տեսեք հատկապես ասում է ձեր հալածանքների նեղությունների մեջ, երբ որ դուք համբերություն եք ցուցաբերում։ Ուրեմն Թեսաղոնիկեցիները անսասան էին պահել իրենց հավատքը, թեև շատ նեղություններ էին կրել, սիրելիներ։ Հեշտ չէր այդ հունական այդ նշանավոր քաղաքի մեջ, որ առևտրային քաղաք էր, մեծ արհեստների քաղաք էր, քաղաքակիրթ մարդիկ են ապրում, շատ զինվորականներ են ապրում ու հանկարծ իրենց կենցաղավարությունը պիտի փոխվի, իրենք նոր մարդիկ պիտի դառնան։ Ուրեմն այս մարդիկ ոչ միայն իրենց հավատքը պահել էին, հալածվել էին, բայց այդ հալածանքի մեջ ավելի են զորացել։ Եվ այս հալածանքը պատճառ դար իրենց հավատքը ամուր պահելու եւ այժմ աճում էր, զորանում էր այդ հավատքը համբերությամբ։ Ուրեմն այստեղ էլ Սուրբ Հոգու գործոնն է, համբերությունը, Սուրբ Հոգին, երբ որ մարդու մեջ կա, ապրում է մարդու մեջ, մարդը համբերությամբ դիմանում է այս բոլոր նեղություններին ու դժվարություններին։ Եղբայրներ, ամենայն ուրախության արժանի համարեք, երբ տեսակ փորձությունների մեջ ընկնեք։ Իմացեք, որ ձեր հավատի փորձը համբերություն է առաջ բերում, իսկ համբերությունը թող դրսևորվի լիությամբ, որպեսզի անթերի եւ կատարյալ լինեք, ոչ մի բանով պակաս չլինեք։ Տեսեք, ուրախությամբ համբերեցեք, սա Հակոբոս Առաքյալի նամակից է։ Ուրախությամբ համբերեցեք նեղությունների, դժվարությունների մեջ։ Ուրեմն կյանքը մեզ բազում հարվածներ է, չէ, հասցնում։ Մեր ծնված օրից մենք խնդիրներ ունենք, չէ։ Մեր ծնողները գիշեր ցերեկ անքուն տառապանքով մեզ մեծացնում են, ինչ հիվանդությունների միջով ասենք անցնում ենք։ Հետո մենք մեծանում ենք, մեր մարդկային հարաբերություններն են դժվարանում, ոմանց հետ կռվում են, ոմանց հետ խռով ենք մնում։ Հետո մարմնական հիվանդություններ, ցավեր, հոգևոր ցավեր, պատերազմ ենք տեսնում, կորուստներ ենք տեսնում։ Սրանք բոլորը հալածանքներ են, տեսանելի եւ անտեսանելի։ Սրա հետ մեկտեղ նաեւ այստեղ խոսքը Պողոս Առաքյալի այս հալածանքներն ու չարչարանքները, երբ որ քեզ հավատքիդ համար ծաղրում են, երբ որ քեզ ձեռ են առնում հավատալուդ համար, որ այս մարդը խելքը գցել է, Աստվածաշունչ է կարդում, պահք է պահում, հիմարությունները դուրս տալիս, բոլոր մարդկանց համար սա ծաղրանք է, հալածանք է։ Եվ սրա մեջ մարդիկ չեն տկարացել, չեն թուլացել։ Ես շատ երիտասարդներ են եկել են եկեղեցի, որպեսզի խորան բարձրանան, եկեղեցուն ծառայեն, հետո իրենց դասընկերները կամ թաղի տղան ինչ որ բան են ասել, իրենք էլ չեն գալիս եկեղեցի։ Տեսեք, ամենապարզ բանը, միանգամից այս մարդու հավատքը գողացան։ Միանգամից այս մարդուն իր հոգևոր աճի մեջ սպանեցին, թույլ չտվեցին։ Մտերմիկ մարդիկ, ընկերներ, բարեկամներ կամ հարազատներ։ Դրա համար ասում է դուք համբերություն դրսևորեք, որպեսզի լիուլի լինեք ու ոչ մի բանի պակաս չունենաք։ Հիմա հանգլածանք եւ նեղությունները նաեւ Հիսուս Քրիստոս երբեք չի ասում, որ քրիստոնյաներ, ովքեր հավատում են, իրենք նեղություններ չեն կրելու։ Հակառակը, նրանք, ովքեր իրականում հավատում են Քրիստոսին, իրենք նեղություններ ու հալածանքներ պիտի ապրեն։
Անհնար է։ Բոլոր դարերը նայեք, քրիստոնյաները հալած են։ Տարեստալի միլիոնավոր թվով ավելանում է քրիստոնյաների հալածանքը։ Բայց մի բան է ասել Քրիստոս, որ այդ ամենի մեջ ես ձեզ հետ եմ։ Հիշում եք Հոբ երանելու չարչարանքն, որ մեկը շատ նեղվեց, մենք Հոբի չարչարանքները կրեցինք, չէ՞։ Ինչ եղավ Հոբի հետ։ Իր զավակները 12 զավակները մահացան։ Իր ունեցվածքը կորցրեց։ Սատանան վերջում ասեց՝ դեռ իր մարմնին չեմ կպել, որ իր մարմնին կպնեմ, կհրաժարվի։ Մարմինն էլ կպավ, բայց ինքը փառաբանեց Աստծուն։ Ընկերներն եկան, հետո կինը եկավ, դե հերիք է քո Աստծուն հավատաս։ Ով կին գնա, հեռու մնա, մի խոսիր Աստծուն մասին։ Այսինքն այս ամենը ինչ որ կա, երբ որ դու Տիրոջ համար ես, սա օրհնություն է նաև։ Երբ որ մեկ իր գողության ստի համար հալածում է, թող երբեք չասի, որ ինքը Աստծո համար է, փառք Աստծո հալածում, չէ, դա հալածանք չէ, դա կեղծիք է։ Այսօր նաև մարդկանց սխալ ուղղությամբ են քարոզում, եթե դու չես հալածվում, ուրեմն դու բանը, քո հալածանքը, քո հավատքը շատ լավն է։ Չէ, երբ որ դու հալածում ես, այդտեղ է քո հավատքը երևում։ Շատ հեշտ է, որ ոչ մի խնդիր չունես, հավատաս, որ քո ընտանիքի մեջ ամեն ինչ լավ է, դու հավատում ես, հեշտ է սա, բայց երբ որ մի փոքրիկ խնդիր, այստեղ է երևում քո հավատքը, դու ինչպիսի հավատ պիտի ունենաս։ Մի օր երկու վանական սիրելիներ գնում են քաղաք, իրենց ձեռքի աշխատանքները վաճառեն, որպեսզի հաց գնեն, վերադառնան վանք։ Երկուսն էլ քաղաքում գայթակղում են, ինչ որ մի մեր կնոջ են տեսնում կրծքերը բաց, գայթակղում են, երկուսն էլ գալիս են վանահորը խոստովնում են իրենց մեղքերը, վանահայր իրենց մեկ շաբաթյա առանձնություն են նշանակում, որ խցում պետք է աղոթեն եւ հետեւում է։ Երրորդ օրը տեսնում է վանականից մեկ արդեն փառաբանում է Աստծուն։ Այն մյուսը 7 օր աղոթելով, լացելով դուրս է գալիս, ասում այլևս չեմ ուզում այս Աստծուն հավատալ։ 7 օր խնդրեցի, ինքը ինձ չներեց։ Ինչպես են մեկ ուրեմն 3 օր հետո սկսես փառաբանել Աստծուն ուրախանալ։ Ինչու։ Ինչու։ Որովհետև Հայր Աստծո սերը կար մեջը, չէ՞, Հիսուս Քրիստոսի սերը իրական էր իր մեջ։ Մեզ թվում է, թե Աստված մենք որ շատ լացենք այդ ժամանակ պիտի ոչինչ չլացես, չէ, ապաշխարության երկար ճանապարհ խաչված ավազակը չանցավ, չէ։ Պարզապես ասած Տեր, հիշիր ինձ, երբ որ գաս քո արքայության։ Այսքանը ասեց ընդամենը եւ Տերը ներեց, որտեւ այդ ամենը սրտից եկավ։ Ամբողջ իր էությամբ հավատաց Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն այս հալածանքները ու նեղությունները, որ կար ժամանակի համար են եւ Պողոս Արաքյալը Կորինթաց նամակի մեջ ասում է, որովհետեւ մեր թեթև նեղության արժամանակյա հաճախանքը մեր մեջ առաջ է բերում հավիտենան կամ փառք, որ գերազանցում է ամեն ինչ, թեթև նեղությունները, որ կան։ Ուրեմն նորից այս հատվածը նայեք, ասում է եկեղեցիներում ձեր համբերության եւ հավատի համար, ձեր այն բոլոր հալածանքների եւ նեղությունների մեջ, որոնց դուք համբերում եք։ Ուրեմն համբերությունն էլ ինչ էր նշանակում։ Համ բերել, չէ, քո կյանքի մեջ, այսինքն անուշահոտություն բերել քո կյանքի մեջ։ Մենք ասում ենք, ով որ համբերի կփրկվի, չէ, այսինքն մի քիչ համբերությունից։ Մենք այսօր մարդիկս համբերող չենք օրինակ։ Մենք ամեն ինչ արագ ենք ուզում լինի։ Ամեն բան ուզում ենք մի անգամից, որովհետև մեզ վարժեցրել են, որ մի զանգով կարող ես ուտելիք տուն բերես, արագ նստես մեքենան կարող ես գնալ։ Այն ժամանակ մարդիկ փոստի մեջ նամակը գցում են, շաբաթներով գնում հասնում էր, այսօր մի վայրկյանում համակարգչում ես, գրում ես, կոճակը սխմում ես, այնտեղ աշխարհի մյուս անկյունում ստանում են։ Մեզ թվում է թե մեր կյանքն էլ այդպես պիտի լինի, բայց մարդկային կյանքը չի կարող համակարգչի պես լինել, որ վայրկյանական լինի։ Մարդը կապուցնի փողոցում հիշում եք, չէ՞, ֆիլմը, որ ասում է, երբ բեյբի եմ ուզում, ասում է, ինչպես ֆիլմի մեջ, ասում է, այնտեղ մոնտաժ են անում, ասում է, դու էլ ինձ մոնտաժ արա, որպեսզի ես 9 ամսվա փոխարեն մի քանի օրում երեխա ունենամ։ Այդպես չի լինում, սիրելիներ։ Մարդը պիտի համբերությամբ, կամաց, ինչպես որ հողագործը իր սերմը որ գցում է հողի մեջ, ինքը ժամանակ ունի, սպասում է, որ օրինակ վարունգի սերմը որ գցում ես, ինքը 45 օր հետո նոր պիտի ծաղկի։ Դու չես կարող իրեն 20-րդ օրին ես պտուղ պահանջել։ Այնպես էլ մեր կյանքի մեջ դու չես կարող 20 օրվա մեջ քո ամբողջ կյանքը սրբագրել, եթե դու մի ամբողջ կյանք սխալ ես ապրել։ Ուրեմն պիտի համբերատար սպասես, մինչև մաքրությունը ունենաս եւ վստահ լինես, որ Աստված քեզ պիտի ների։ 5-րդ համարը դրանք ապացույց են Աստծո արդար դատաստանի, որպեսզի դուք արժան լինեք Աստծո արքայությանը, որի համար էլ նեղություններ եք կրում։ Ուրեմն ասում է սա ապացույցն է, այս հալածանքները, չարչարանքները, նեղությունները, ասում է ապացույցն են Աստծո արդար դատաստանի։ Մի անգամից երբ որ դու կարդաս, կարող ես գայթակղվել, չէ՞, ի՞նչ է նշանակում Աստծո արդար դատաստանի համար հալածվում եմ։
Այսինքն որ եթե չհալածվենք դատաստան չի լինի, ինչի համար է Պողոս Արաքել այստեղ այդպես ասում սիրուներ։ Ինչ է սա նշանակում։ Ուրեմն Աստված մինչև աշխարհի արարչագործությունը, մինչև ժամանակի ստեղծում Աստված ծրագիր ուներ, չէ՞։ Հավիտենական ծրագիր ունի, այսինքն ձեզ ասել եմ որ մարդու մեղանչելուց հետո Աստված չորոշեց իր որդուն աշխարհ ուղարկել, այլ Աստված գիտեր, որ մարդը պիտի մեղանչի, իր որդին պիտի գա այդ փրկագինը տալու, մարդուն ազատելու համար։ Եվ Աստծո հավիտենական ծրիվ դատաստանի համաձայն ամեն քրիստոնյա, ով հավատում է միածին որդուն Հիսուս Քրիստոսին, նա պետք է հալածվի։ Ով հավատում է Հիսուս Քրիստոսին, ինքը պիտի հալածվի այս կյանքի մեջ։ Մեր բոլոր սուրբերի կյանքը նայեք, այդպես է, հալածանք, չարչարանք։ Եվ տեսեք Տիմոթեոսին ուղղված նամակը ասում է, ով որ ուզում է աստվածպաշտությամբ ապրել, թող իր անձը պատրաստի փորձությունների։ Ով որ ուզում է ճիշտ կյանքով ապրել, նա անպայման պիտի հալածվի։ Ով որ ուզում է Հիսուս Քրիստոսով ապրել, այս աշխարհը իրեն պիտի ատի։ Ասում է, որովհետև ինչ չընդունեցին, ձեզ էլ չեն ընդունի։ Եթե ինչ սիրեին, ձեզ էլ կսիրեն։ Բոլոր ճշմարիտ քրիստոնյաները սուրբերի կյանքը նայեք, մենք այդքան սուրբերի շիրների ենք այցելում, իրենց կյանքն են կարդում, բոլորը սպանվել են, չէ՞, հալածվել են։ Ինչու՞, որովհետև տարբերվել են, իրենք ուզել են Քրիստոսի համար ապրել, որովհետև ուզել են տարբերել այս աշխարհից առանձնանալ, մարդիկ չեն հանդուրժել։ Նույնիսկ գնացել թաքնվել են սարերում քարանձավների մեջ, գնացել ընտեղել են գտել սպանել, որ իրենց չեն տեսնում, իրենց հետ կապ չունեն, գնացել հեռու մի անապատում ապրում են, գնացել ընտեղել են սպանել, որովհետև այս հալածանքն ու չարչարանքը Քրիստոսի հավատալու համար պիտի իրենք ստանային։ Մեր փորձությունների չարչարանքներից նաև Աստված բարիք է գործում, սիրելիներ։ Ինչու՞։ Որովհետև ոչ միայն դա է մեզ համար է օգտակել, այլ մեկ ուրիշներին։ Երբ որ տեսնում են մենք ինչպես ենք հավատում, ինչպես ենք այդ հավատքով ապրում այս կյանքի մեջ, շատ շատերը դարձ են ունենում։ Շատ շատերն իրենք էլ են հավատում։ Եվ ձեզ հետարքի մի դրվագ պատմեմ, որ շատ հաճախ մարդիկ հարցնում են, ինչու են չար մարդիկ երկար ապրում, քան բարիները։ Որովհետև Աստված նույնիսկ այդ չար մարդկանց ապրած կյանքի տարիներից կարող է բարիք դուրս բերել։ Օրինակ, երբ որ դուք տեսնեք Հուսիկ կաթողիկոսի կյանքը մեր, շատ սրբակենցաղ կյանք ուներ, Գրիգոր Լուսավորչի թոռն էր, ամենայն հայոց հայրապետ էր, որին որ մեր թագավորից Տիրանը սպանել տվեց եկեղեցու մեջ։ Այս սրբակենցաղ մարդը ուներ երկու անառակ որդի, որ կանանց հետ աջ ու ձախ անառակությամբ էին զբաղվում եւ տաճարի մեջ պոռնկության պատճառով սատկեցին։ Բայց սրանցից մեկից Աթանագինեից ծնվեց Ներսես մեծ Սուրբ կաթողիկոսը։ Ուրեմն այս սրա կյանքից Աստված դուրս բերեց Ներսես մեծին։ Ուրեմն նաև ինչու համար է թույլ տալիս, որ այդ մարդիկ ապրեն։ Աստծո կամքը ո՞րն է։ Պետրոս Սարաքյանն ասում է, Աստծո կամքն այսօր համբերություն, որովհետև ուզում է, որ յուրաքանչյուր մարդ ապաշխարության փրկվի։ Աստծո կամքը մեկն է, որ մարդը դարձ ունենա իր ճանապարհից եւ ապրի, ոչ թե մեռնի։ Եթե ուզենա, որ բոլորը մեռնեն, մի հատ ջրհեղեղ կամ նորից այսօր մի հատ մեծ տարեր կլինի, աղետ կլինի եւ աշխարհը կոչնչանա, բայց Աստված ուզում է, որ յուրաքանչյուր մարդ այդ փրկություն ուներ կյանքի մեջ։ Բայց նա խոցվեց մեր մեղքերի համար։ Տեսեք, Հիսուսի չարչարանքով Աստված մեզ բժշկեց։ Եվ ինչ է ասում Եսայի մարգարեն։ Բայց նա խոցվեց մեր մեղքերի համար եւ մեր անօրենությունների համար դատապարտվեց։ Մեր խաղաղության համար նա պատիժ կրեց եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Ուրեմն տեսեք, մենք Հիսուսով բժշկվեցինք։ Հիսուս մեզ համար վճարեց այն փրկագինը, մեր մեղքերի անօրենությունների մեզ փրկեց։ Հիմա մեր չարչարանքների նեղություններով, օրինակով շատ շատերը կարող են փրկվել։ Ուրեմն մենք էլ կարող ենք պատճառ դառնալ։ Իսկ մեր չարչարանքների միջոցով մարդիկ ավելի հստակ են տեսնում համբերությունը եւ հավատքը ինչ է։ Երբ որ տեսնում, որ մենք նեղություններ ենք կրում, բայց չենք չարանում, չենք հայոյում, չենք բամբասում, ոչ մեկից չենք բողոքում, միշտ ասում ենք փառք Աստծո, դիլիջանսներն ասում են սուտի, երբ որ ասում ես ոնց են, ասում են սուտի։ Սա շատ վատ բան է, ոնց թե սուտի։ Այսինքն դու առավոտը հենց սուտ ես ապրում։ Փառք Աստծո։ Վերջ։ Լավ, վատ, տխուր, հիվանդ, առողջ օրեր փառք Աստծո։ Եվ երբ որ մարդիկ տեսնում են դու չես բողոքում, քո որևէ դժվարության մեջ, քո ցավի մեջ չես տրտնջում, քեզանով իրենց հավատն էլ է հաստատում, իրենք էլ են ավելի համբերատար դառնում իրենց կյանքի մեջ։ Աստված մեզ էլ չարչարանքների միջոցով կարող է նաև խրատել հաջորդը սիրելիներ, որովհետև սրա մեջ էլ կա պատճառ, որպեսզի մեզ սրբացնի եւ կատարյալ դարձնի։
Օրինակ շատ մարդկանց, գիտեք, բանտում որ ծառայում էի, շատ մարդիկ ինձ ասել են, Տեր փառք Աստծո, որ բանտում ենք հայտնվել։ Եթե բանտում չհայտնվեինք, ազատության գինը չէինք իմանա։ Եթե բանտում չհայտնվեինք, մեր ընտանիքի արժեքը չէինք հասկանա։ Եթե բանտում չհայտնվեինք, մեր կյանքը չէինք հասկանա, ինչու համար ենք վատնում։ Այս սահմանափակ պատերը մեզ սովորեցրել են գնահատել մեր կյանքը։ Բայց ոչ թե Աստված է քեզ այնտեղ գցել։ Պարզապես քո մեղքերը քեզ բերել են այնտեղ, Աստված թույլ է տվել հայտնվես այնտեղ, որպեսզի դու հասկանաս։ Երբ որ ես 4 ամիս վիրահատությունով պարկած էի, ինձ համար տանջանք էր չաղոթել, պատարակ չմատուցել, որպեսզի նաև ես հասկանամ, թե պատարակի խորհուրդը ինչքան կարևոր է ինձ համար, որ հանկարծ սովորական գործողության կիրակները մի վարժանքի չվերածենք այդ գործողություններ, հասկանանք, որ սա Քրիստոսի մարմին այրունն է եւ մենք գնում ենք այնտեղ Տիրոջ հետ հաղորդվելու։ Եվ Եբրայեցին նամակի մեջ արդեն Պողոս Արաքյալն ասում է, քանի որ սրանք մի փոքր ժամանակ եւ ըստ իրենց կամեցողության խրատում են, իսկ նա մեր օգտի համար, որպեսզի հաղորդակից լինենք նրա սրբության։ Ուրեմն այս նեղությունները Քրիստոսի եւ Աստծո սրբությանը հաղորդակից լինելու համար է։ Չարչարանքներն ու փորձումներն ապացուցում են, որ Աստված մեր կողմն է, ոչ թե մեր դեմ է։ Ուրեմն սա շատ կարևոր է հասկանալ, եթե կա այս չարչարանքը, նեղությունները, դժվարությունները, սա ցույց է, որ Աստված մեր կողմն է, մեզ հետ է, մեր դեմ չի գործում։ Հակառակը, մեզ հետ այդ ամբողջ ճանապարհն անցնում է։ Իսկ եթե նախատվեք էլ Քրիստոսի անվան համար, երանելի եք, քանի որ փառքի եւ զորության անունը եւ Աստծո հոգին հանգչում է ձեզ վրա։ Սա էլ Պետրոս Արաքյալի խոսքերն են, ասում է, երանելի եք, որովհետեւ Սուրբ Հոգուն եւ Աստծո զորությունը հանգչում է ձեզ վրա։ Եվ Հիսուսին Հիսուս նաեւ արժանի է, որ մենք իր համար չարչարվենք։ Սա միշտ հիշեք, Հիսուս արժանի է, որ մենք իր համար մի քիչ նեղություն կրենք։ Ինքը ինձ համար չարչարվել է, սիրելիներ։ Ինքը ինձ համար խաչվել է, իրեն ինձ համար ծեծել են։ Եվ ես էլ երբ որ մի փոքրիկ նեղություն եմ գտնում, ես ամենավատ օրինակը որ բերում եմ ծխողներն են, որ ասում եմ ծխելը թողեք, ասում են չեմ կարող կմեռնել, ասում եմ Քրիստոս քեզ համար խաչը բարձրացել, դու իր համար մի փոքրիկ ծխախոտից չես կարողանում ազատվել։ Հանուն Քրիստոսի, փորձի 3 օր, հետո դու որոշ ինչ կանես։ Եվ շատ-շատերը այդ 3 օրից հետո թողել են։ Որովհետև երբ որ դու գիտես նպատակը տում համար եւ ինչի համար է, ուրեմն Հիսուս նաեւ արժանի է, որ իր համար մի փոքր մենք նեղություններ կրենք իր սերը ավելի զորացնելու համար։ 6-րդ համարը եւ արդար է Աստծո առաջ, որ ձեզ նեղողների նեղությունը հատուցվի։ Ուրեմն տեսեք, խոսեց, որ նեղություններ պիտի կրենք, բայց հիմա հաջորդը մեր պատասխանը տալիս է, չէ՞, որ արդար է, որ ձեզ նեղողները նեղություն պիտի կրեն։ Այն մարդիկ, ովքեր ձեզ հալածել են, չարչարել են, այ մենք միշտ եղերն ունենք, չէ՞, մենք միշտ ասում ենք, բայց Աստված հատուցելու է այդ ամենը մեզ։ Այդ անողները անպատասխանատու չեն մնալու։ Նրանք, ովքեր այսօր փորձում են այս նույն ճանապարհով գնալ, մերժել, չընդունել, նրանք չեն խուսափելու պատասխանատվություն։ Նրանք անպայման պիտի տեսեք, Աստված ասում է. «Վրեժ խնդրությունը իմն է, թողեք, ես վրեժը կլուծեմ»։ Միայն թե մնում է, որ մենք ճիշտ մնանք։ Եվ այս կյանքում մենք նաև շատ ենք տեսնում անարդարություններ, չէ՞, որ կաշառք կա, խաբեություն կա, գողություն կա, մարդիկ խաբում են, կեղծում են, սա ամեն տեսակ անարդարություն աշխարհի մեջ կա։ Չի եղել մի ժամանակ, որ աշխարհի մեջ այսպիսի դեպքեր չլինեն։ Բոլոր ժամանակներում շատ կամ քիչ։ Հիմա երբ որ մարդիկ գովաբանում են Եվրոպան, այսպես Ամերիկան, այնտեղ էլ կա այս նույն խնդիրները։ Անհնար է որ չլինի։ Եթե կա մարդ, ուրեմն կա բոլոր տեսակի խնդիրներն ու դժվարությունները եւ հատկապես անարդարությունը։ Սակայն այս ամենը չպետք է վերագրել Աստծուն սիրելիներ, այսինքն մեր գործողությունները մենք իրավունք չունենք, որ Աստված է այդպես թույլ տվել կամ Աստված է այդպես ուզում։ Դա մենք ենք անում եւ որpիսի մենք խուսափենք պատասխանատվությունից, մենք գտնում ենք մեկին, ում որ կարելի է մեղադրել եւ առաջին ամենաբանը հեշտ Աստծուն մեղադրելն է։ Ես շատ հաճախ վատ օրինակ էս է, երբ որ ավտովթար է լինում, մարդիկ միանգամից ասում են, ուր է իր։ Բայց երբ որ քո հարազատը խմած, արագ մեքենան վարում էր, Աստված ինչ աներ։ Խմած դու չգիտեր, որ ինքը խմած ալկոհոլի ազդեցությամբ չի կարելի մեքենա վարել, Աստված ինչ անի այդտեղ։ Բա որ դրանից առաջ 1000 անգամ քեզ փրկեց, խմած վիճակով փրկեց, ինչու այդ ժամանակ չասացիր Տեր կներես, ել նորից չեմ անի։ Ուրեմն Աստված կապ չունի այս անարդարություններ, ինչ որ մեր կյանքի մեջ կատարում է։ Սա մարդկանց գործողությունն են, բայց
վերջին դատաստանի ժամանակ օրը ամեն մարդ ստանել իր գործերի հատուցումը։ Չկա մի մարդ, որ ինքը խուսափի Աստծո պատասխանատվությունից, Աստծո վրեժխնդրությունից։ Տեսեք ինչ է ասում։ Քանի որ Աստված վրեժխնդիր է լինելու ամեն չարիքի համար։ Ինքներդ վրեժխնդիր մի եղեք, սիրելիներ, այլ թույլ տվեք, որ Աստծո բարկությունը կատարի այն, որովհետև գրված է. Իմն է վրեժխնդրությունը եւ ես կհատուցեմ, ասում է Տերը։ Իմն է, ասում է վրեժխնդրությունը Աստված։ Մի կարծեք, որ ձեր արդարությունը չի հաստատվելու։ Կատարյալ եւ ճշմարիտ արդարությունը լինելու է երկնքի արքայության մեջ։ Որովհետև այնտեղ պիտի արդարությունը հաստատվի, որովհետև երբ որ Տերը գա, Հիսուս գա, ինքն է լինելու այդ ամենի Տերն ու Թագուհին, չի կարող որևէ անարդարություն լինել։ Բայց քանի մենք Տիրոջով չենք ապրում, Տիրոջ օրենքներով չենք ապրում, այդ սրբությունը չենք պահում մեր մեջ, այս բոլոր անարդարությունները մեր կյանքի մեջ պիտի լինեն եւ ավելի պիտի շատանան։ Գնալով ավելի պիտի շատանա, որովհետև գնալով մարդը ամեն օր հեռանում է Աստծուց, ամեն օր անարգում է Աստծո օրենքներն ու սրբությունը, կապ չունի որտեղ եւ ինչպես կամ ովքեր։ Բոլորի հավաքական մեղքի հետևանքն է սա եւ մեղքի վարձն էլ մահն է մեր կյանքի մեջ։ Ուրեմն Աստված այն բոլոր մարդիկ, ովքեր մեզ ծաղրել են, նվաստացրել են, ստորացրել են, ինչ որ արել են ու խուսափել են այսօրվա չափանիշներով մարդկային պատասխանատվությունից, օրենքից, Աստծո օրենքից եւ Աստծո վրեժխնդրությունից երբեք չեն խուսափել։ Իրենք իրենց պատիժը պիտի ստանան հավիտենական մահվան ճիրանների մեջ ապրելով։ Եվ այսօրվա վերջին համարը, 7-րդ համարը, իսկ ձեզ նեղություն կրածներիդ հանգիստ մեզ հետ, երբ Տեր Հիսուս հայտնվի երկնքից իր հրեշտակների զորքով։ Տեսեք, ասում է, իսկ ձեզ, ովքեր նեղություններ եք կրել, մեզ հետ հանգիստ պիտի ունենաք, երբ որ Հիսուս երկնքից իր հրեշտակներով հայտնվի։ Հալածանքներն ու չարչարանքներին ինչ է հաջորդում։ Հանգիստը, չէ՞, հենց պատերազմից հետո որոշակի դադար է, չէ՞ լինում, հանգիստ է լինում, եւ ինչ է այս հանգիստը նշանակում, սիրելիներ։ Եվ այդ հանգիստը օրինակ Աստված այստեղ է մեզ խոստանում։ Երբ որ Տերը գա այդ ժամանակ, չէ՞։ Ուրեմն, բայց այդ հանգիստը այս կյանքի համար չի խոստանում, հանդերձյալի համար է խոստանում, այն ժամանակ որ Հիսուս երկնքից հայտնվի եւ նա վերադառնա, պիտի այդպես լինի։ Հանգիստ ինչ է նշանակում։ Օրինակ ասում ենք այս մարդը կոչվեց հանգստի։ Հանգիստը նշանակում է վարձ, չէ՞ նաեւ, վարձն է, այսինքն աշխատեց, հիմա իր վարձը հանգստանա, թոշակի է գնում հանգստանալու։ Սա վարձ է նշանակում։ Ուրեմն հանգիստ վարձատրություն նաև, այսինքն ովքեր որ նեղություն, դժվարություն, չարչարանք կրեցին, իրենք վարձ պիտի ստանան Տիրոջ հետ երկնքում հավիտենական կյանք ապրելու համար։ Սա վարձ է լինելու Աստծո համար։ Եվ այս հանգստին համար մարդը, տեսեք, ասում եմ, մեզ հետ, Պողոս Սարաքյալ, այսինքն ես էլ բանտում եմ, ես էլ չարչարանքների մեջ եմ, նեղության մեջ եմ, մերժված եմ, բայց ասում է ինձ հետ հանգիստ ունենաս, երբ որ Քրիստոս երկնքից հայտնվի, հավիտենական փրկություն կստանանք։ Այն գերազանցել է աշխարհում կրած մեր բոլոր նեղություններին։ Կորինթացիների նամակի մեջ Պողոս Սարաքյալն ասում է, ինչքան որ մենք այս կյանքի մեջ բաժնեկից են Քրիստոսի նեղություններին, գալիք փառքին էլ պիտի մասնակից լինենք։ Այսինքն միայն այս չարչարանքներով չէ, որ մենք պիտի գնահատենք, այլ պիտի մասնակցենք Տիրոջ ուրախությունը։ Եվ տեսեք Փիլիպպեցի նամակից ասում է. «Եվ Աստծո խաղաղությունը, որ վեր է քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Քրիստոս Հիսուսով»։ Ուրեմն մեր մտքերը անգամ պիտի պահի Հիսուս Քրիստոսով, որ մենք մեր մտքով անգամ չկասկածենք։ Այսօր երբ որ շատ անարդարություններ տեսնում ենք, շատ մոտ կասկած է առաջանում։ Ինչու է Աստված այս ամենը թույլատրում։ Օրինակ, երբ որ Հիսուս այսօր գա, ձեզ համար անակնկալ կլինի։ Ոչ, որտեղ մենք սպասում ենք, չէ՞, որ Քրիստոս պիտի գա։ Ում համար պիտի անակնկալ լինի։ Նրանց, ովքեր չեն հավատում։ Նրանք, ովքեր մերժել են հավատալ եւ ասում որ այդպիսի բան չկա։ Ուր է բացեր Աստվածը։ Հիշում եք նախորդ նամակի մեջ այդ խնդիրը կար, չէ՞, բա ուր է, ոչ մի բան ասում է չի փոխվել։ Ուր է ձեր Աստվածը, երբ է գալու։ Քրիստոս գալու է, սիրելիներ։ Նպատակը մեկն է։ Համբերությամբ սպասել որ բոլոր մարդիկ, աշխարհի բոլոր անկյուններում, բոլոր ամենավերջին խրճիթի մեջ անգամ պիտի Աստծո խոսքը հասնի, որպեսզի որևէ մեկը անմասնաբաժին չմնա փրկությունից, եւ Քրիստոս պիտի գա, սիրելիներ։ Այսքան այսօր մի կարևոր բան կար այստեղ։ Տեսեք Պողոս Սարաքյալը այս նամակը որ գրում էր, որտեղ էր բանտում։
Ինքը իր համար աղոթեց։ Չէ։ Իր համար ինչ որ բան խնդրեց։ Չէ։ Չի ինքը ինչ էր անում բանտում, հիշում եք, վրան էր, չէ, գործում։ Ասես Տեր Աստված, այնպես արա այս 3 հատ վրան վաճառեմ, որ ձեռքս գումար լինի հաց առնեմ։ Չէ, չէ։ Ինքը գողություն է հայտնում այն մարդկանց համար, ովքեր հավատում են եւ ուրախ են Քրիստոսով։ Երբ որ դու աղոթում ես ուրիշի համար, Աստված էլ քեզ է վերադարձնում։ Երբ որ դու խնդրում ես ուրիշին փրկության համար, Աստված քեզ է փրկում։ Երբ որ դու ուրախանում ես ուրիշ ուրախությամբ, Աստված էլ քո կյանքն է ուրախությամբ լցնում։ Սա անպատասխան երբեք չի մնում, սիրելիներ։ Պողոս Արաքյալը սրա համար ասում է՝ պարտավոր ենք ձեզ համար գոհություն մատուցել, ասում։ Մենք պարտավոր ենք իրար համար գոհություն մատուցելու։ Մեզանից ամեն մեկը վաղը կարող է չլինել։ Մեզանից ամեն մեկը կարող է վաղ այլևս իր ոտքով չկարողանալ այստեղ գալ։ Բայց մենք իրար համար աղոթում ենք, որ այդ ուժը մենք ունենանք, նաև այդ սիրով իրար համբերելու, աղոթելու, սա էլ կարևոր գործ է։ Եթե դու ուրիշի համար չես աղոթում այնպես, ինչպես ինքդ քեզ համար ես աղոթում, քո աղոթները դժվար լսելի պիտի լինեն։ Խնդրիր իրենց համար, Աստված էլ քեզ կվերադարձնի։ Այսքանը սիրելիներ, թող Տերը մեզ օրհնի, խաղաղության մեջ պահի, որպեսզի երբ որ մենք էլ մի օր կանգնենք Տիրոջ առջև, մեզ համար էլ վկայություն տան, որ մենք գովելի ենք եղել այս աշխարհի մեջ, որովհետև դիմացել ենք ամեն տեսակ նեղություններ, դժվարություններ, հիվանդություններ, մեր հավատքը չենք կորցրել եւ հասել ենք հավիտենական կյանքի։ Աստված պահապան բոլորիս։